Կրկտակ պարպազան դարձ։ Լավը ձեր երորդ գործընկերը չի։ Պարպազան դարձ, հավետի չալագանի հետացան իրավաց խապանման միջոց կավանքը ընդհանրապես չի հետապնդում խապանման միջոցի օրենքնապահանջված նպատակը։ Անհամաչափահար շատ խիստ է, առավել քան խիստ է, նկատի ունենալով նաև Ավետիք Չալագյանի անդրադառնալով այն հանգամանքները, որոնց մասին Արգենի հանրային մեղադրողը չի ներկայացրել մեղադրական ենթակացում դատարանին, ինչի պարտականությունը օրենսդրությամբ ուներ։ Դա օրինակ է պաշտպանական կողմի համար, որտեղ այդ անդրադառնալով հանգամանքների վերաբերյալ բավականացնող մարմին հայտնի եղել։ Առնվազն մի քանի անգամ ենք հայտնի դարձել, այդ թվում Ավետիք Չալագյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, որոնք էլի խախտման միջոց ընտրելու, կիրառելու հարցում ունեն էական երբեմն վճռորոշ նշանակություն։ Ավետիք Չալագյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ես ներկայացնում եմ դատարանին, դատարանի կողմնությամբ, եթե դատարանը ունենա դրանց վերաբերյալ մանրամասն հարցեր, մեղադրյալը ինքը ներկայացնի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, չեմ ասում կարանք եւ համատեղ առողջական խնդիրներ, բայց նկատի ունենալով կանոնի կիրառման իրավաչափության բացակայությունն ընդհանրապես կանոնը կիրառելը այս առողջական պայմաններում մի քիչ ավելի շատ նմանվում է նաև անձի նկատմամբ կիրառվող պատժի, արկադրանքի չհիմնավորում։ Բացի այդ պատվաստան պարոն Չալագյանը ներկայացրեց, որ ունի անչափահաս երեխա, նաև ես ունեմ Ավետիք Չալագյանի համաձայնությունը ներկայացնելու Ավետիք Չալագյանի անչափահաս երեխայի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը, ընդ որում ոչ միայն անչափահաս երեխայի հիվանդության վերաբերյալ, այլ նաև միջնեկ երեխայի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, որոնք ներկայացվում են դատարանին, եթե էլի դատարանի մոտ հարցեր կլինեն, մանրամասն կպատասխանենք պարոն Չալագյանը կամ ես էլ, որովհետև նաև նախորդ քրեական վարույթներից բավականին այսպես մանրամասն տեղյակ եմ իրավիճակից։ Նաև պատվաստան դատարանը ներկայացում Ավետիք Չալագյանի կողմից իր կյանքի վերջին տարիներին իրականացած տարբեր բարեգործական միջոցառումների իր անձնական հաշվին տարբեր բարեգործությունների վերաբերյալ համապատասխան տեղեկանք։ Ինչը գրում են պատվաստան դատարան, որ խոսում է անձի դրական բնութագրի, այդ անձի հարության, հասարակության պետության նկատմամբ ունեցած բարձր սոցիալական պատասխանատվության մասին, իրավահպատակ վարքագիծը հիմնավորելու տեսանկյունից առավել քան բարձր հավանականության ենթադրություններ են, որ անձը իրավահպատակ դրսևորում կցուցաբերի, քան օրինակ մեղադրանքի կողմի դեռևս միջդատական վարույթում ներկայացված այն ենթադրություններն ու դատողությունները, որ եթե քրեական վարույթ է քննվում, ուրեմն անպայման պիտի խոչընդոտվի։ Եթե կա մեկ այլ քրեական վարույթ քննվող, ուրեմն անձը մի անգամ էլ հանցանք կատարի, հայտնի սերիալին հանրապատումներին հիշեցնող ինչ-որ դրսևորում է, որը պատվաստան դատարան գրում է կիրառելիչի անձին ազատությունից ցույցելու տեսանկյունից։ Ես նաև փորձեմ հավելել պարոն Անդրեյանի կողմից ներկայացված նոր հանցանք կատարելու վերաբերյալ դիրքորոշմանը, որ ոչ միայն վճռաբեկ դատարանի Հինը ընդունում եք, որ նոր է ինչպես հինը ընդունում եք, հինը որն է հին հանցանք չէ իրական։ Ախեք նոր հանցանք Նոր հանցանքի վերաբերյալ Անդրեյանի դատողությունների նոր հանցանքի որպես նշանակումը հինը ընդունում է պատվաստան օրենսդիրը տենց տերմին չի օգտագործում, ասում է հանցանք կատարելու հավանական նոր հանցանք դատական ակտում ֆիքսած է պատվաստան դատարան Ամենևս ակամայից հաստատված է համարը չէ պատվաստան դատարան նկատի ունենալու հանրության կանխավարկածը խախտումը ոնց որ դուք եք Կանանք կիրառելու որոշման մեջ դատարանը անցալով ուրեմն մեղադրանքի կողմի դիրքորոշմանը ինքն է օգտագործել այդ արտահայտությունը, որի վերաբերյալ մենք ճիշտ ասած չենք վերակենից ծրապետ ողջեր ներկայացնում իրանք իբրև այս առումով արդեն իսկ հայտարարում են, որ Չալագյանի անմեղության կանխավարկածը խախտվել է նաև եվրոպական դատարանի մի շարք նախատեսային որոշումներով ուղիղ արգելքը հանցանք կատարելու կանոնի հիմքը պայմանավորել դեռևս քննվող եւ չավարտված գործի արկայությամբ։ Պատվաստան դատարան նկատեց պաշտպանական կողմը, որ դատարանը տեղակ է նաև ընթաց մեկ այլ քրեական գործի քննության ընթացքից, որ կիրառված է խախտման միջոց, գրավ 15 միլիոնի չափով
Բաց ինֆորմացիա է։ Այո, նկատի ունեմ, որ դատարանը տեղյակ է դրանից, այսինքն տեղեկացել է այդ նույն բաց ինֆորմացիայից պատվարժան դատարան։ Այդ խափանամիջոց կիրառելու տեսանկյունից կա այն պրակտիկան նաև շատ արտարացի մոտեցումը, որ խափանամիջոց կիրառելիս դատարանները կարող է ղեկավարվել նաև արդեն իսկ առկա գործերի շրջանակներում մեղադրյալի դրսևորած վարկից։ Պատվարժան դատարան կիրառված 15 միլիոն գերավը միակ խափանամիջոցն է Ավետիք Չալաբյանի այդ մյուս գործով եւ Ավետիք Չալաբյանը այս տարիներ տեքով քրեական վարկի շրջանակներում երբևէ որևէ խախտում թույլ չի տվել։ Ընդ որում պատվարժան դատարան բացակայել վարկեր չեն կիրառված չի սահմանահատումների Չալաբյանի սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն նաև սույն քրեական վարկի մեջ առկա միշտ պատշաճ դա վարկ իրականացնող վարմի տեղեկացնել է ինքը անձամբ կամ մեր միջոցով մեկնել է հետ է եկել անգամ այնտեղ Ռուսաստանում օգտագործվող հեռախոսահամարը հասցնել է վարկ իրականացնող վարմին նշել երբևէ որևէ խախտում թույլ չի տվել։ Այն պայմաններում, որ չկա խոչընդոտման որևէ հավանականություն Չալաբյանի կողմից, որտեղ դժվար է պատկերացնել, թե Չալաբյանը ինչի բջջային օպերատորների հարցման պատասխանները ոնց է ասենք խոչընդոտելու, որտեղ այստեղ մենք վկաներ չունենք քրեական վարկով, առնվազն տեղադրական ենթարկվածքի ապացույցների շարքը ներկայացված չի, նկատի ունենալով, որ նաև փախուստի ռիսկը առկա չի եղել միջդատական վարկի կիրառված խափանման միջոցի որոշման համատեքստում Իսկ դատարան կաշկանդված է։ Կաշկանդված չի պատվարժան դատարան, պարզապես մենք ելակետ ենք համարում այն հանգամանքները, որոնք արդեն իսկ հաստատված են այդ ելակետից ելնելով ենք ասում պատվարժան դատարան, նկատի ունենալով նաև, որ հանցանք կատարելու հիմքը ներառել է էլի խախտի անհրաժեշտության կանխավարկած է այդպիսի հիմքի առկայությունը, նույնպես որևէ փաստական տվյալով չի հիմնավորվում, ավելի պատվարժան դատարան մի պահ եթե տեսականորեն ընդունենք են միջդատական վարույթում հնարավոր է ենթադրությունների մակարդակում այդ գործի առկայությունը վարույթ իրականացնող մամուլի համար էական եղածելներ, այսօր իրանք պետք է արդեն բերեին նոր փաստական տվյալներով հիմնավորեին այդ ռիսկի առկայությունը, ուստի պատվարժան դատարանը միջնորդում ենք այս ամբողջ աստվածի համատեքստում Չալաբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց, կրկին կերավ այն խափանման միջոցը, որը արդեն փորձով օրինակով ցույց է տվել, որ Չալաբյանը այդ խափանման միջոցի շրջանակներում չի իրականացնում վարույթը խոչընդոտելու, ուրեմն չգիտեմ, փախուստի թաքնվելու որևէ տեսակի փորձ։ Նաև ասեմ պատվարժան դատարան, որ այս առումով ինչի է կարևոր, որ միայն գրավը կիրառվի, երկրի սահմանահատումների խնդիր չունենա, որովհետև Չալաբյանը ունի Մոսկվայում որոշակի հույք, այնտեղ գնում է իրությունը անում գալիս է, այսպիսի անհարմարություններ կան, որոնք նաև կլուծվեն բացակայելու արգելք կամ վարչական հսկողություն չկիրառվելու պայմաններում։ Պատվարժան դատարան այսքանը եթե հարցեր լինեն վարորդի կողմից ներդիր որոշման Գրավի չափը 15 միլիոն։ 15 միլիոնը Չալաբյանի համար իսկական փող չի։ Իսկ թղթերը որ կորել եք Պատվարժան դատարան, այս թղթերով հիմնավորվում է, որ Չալաբյանը այդ փողերը տպել է, ոչ թե Չալաբյանը այդ փողերը ունի այս պահին։ Պատվարժան դատարան թույլ կտակ, պատվարժան դատարան նկատի ունենալով, որ վարույթ իրականացնող մամուլի կիրառելու շրջանակներում նաև մեղադրյալի գույքային դերությունը բարձելու խնդիր ըստ էության պետք է լուծի, տեղեկացնեմ, եթե մանրամասներ պետք լինեն Չալաբյանի ինքը տեղեկացնի, այն թվականների, որոնք Չալաբյանը այդ ներդրումները արել է, ունեցել է աշխատանք, ունեցել է բարձր բարձրատվող աշխատանք եւ այդ հնարավորությունները ունեցել։ Այս պահին ինքը բարձրատվող աշխատանք չունի պատվարժան դատարան, դրա համար խնդրում եմ նաև գրավի չափը կիրառելիս այս հանգամանքը հաշվի առնել։ Կոպիտ ասած, այն ժամանակ հարուստ է եղել, հիմա հարուստ չի, հիմա մենակ ծախսում է, այն ժամանակ վաստակել է, հիմա ծախսում է պատվարժան դատարան։ Մի հատ 15 միլիոն են արդեն ունեցել է։ Սա էլ նկատի ունենանք պատվարժան դատարան, որտեղ ըստ էության էլի որոշակի նշանակություն ունի իր կազմում։ Պատվարժան դատարան թե մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թե Ջրովեկ դատարանը նաև բազմաթիվ իրավական դիրքորոշումներ արտահայտել, որ խափանման միջոց կիրառելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև հանցագործության, վերագրվող հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը եւ ակնկալվող բաժի խստությունը,
Այս պայմաններում չնայած որ մերձագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, այնուամենայնիվ պատվաստանական պարոն Չալաբյանին վերագրվում է դրդության եղանակով նախապատրաստության հանցակազմ, որի առավելագույն պատիժը տվյալ դեպքում չի կարող գերազանցել 3 տարի։ Այսինքն պատժի խստության, այս ակնկալվող խստության հավանականության տեսանկյունից էլ կարծում ենք, որ իրավաչափ է, որպեսզի պարոն Չալաբյանի նկատմամբ կիրառվի անազատության հետ չկապված խափանման միջոց։ Շնորհակալություն։ Բան մի ասեմ։ Պատվաստանական զրկիչությամբ